Լիբանանցիները տոնում են Իսրայելի հետ 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդությամբ եւ ուժի մեջ մտել գիշերվանից։ Հրադադարի մասին առաջինը Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի վարչապետի եւ Լիբանանի նախագահի հետ հեռախոսազրույցներից հետո։ Սա կարող է պատմական օր լինել Լիբանանի համար։ Լավ բաներ են կատարվում, սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան պատշաճ կգործի եւ կհետեւի հրադադարին։ Պետք է վերջ դնել սպանություններին, պետք է վերջապես խաղաղություն լինի, գրել է նա։ Իսրայելը սակայն հայտարարել է, որ իր զորքը կմնա Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտում եւ բնակիչներին զգուշացրել է չվերադառնալ այդ տարածք։ Իսկ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլան զգուշացրել է, ՄԱՏ-ը ձգանի վրա է պահում, եթե Իսրայելը խախտի հրադադարը։ Իրանն էլ ողջունել է հրադադարը, այն որակելով դիվանագիտական հաջողություն եւ Հեզբոլլայի դիմադրության արդյունք։ Պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ է տեղահանվել, բնակչության մոտ 20%-ը։ Կառավարությունը նրանց կոչ է արել չվերադառնալ, սակայն հազարավոր մարդիկ սկսել են վերադառնալ իրենց տներ, որոնց մի մասն ավերված է։ Շատերն էլ սպասում են պատերազմի ավարտին։ Այստեղ ամեն ինչ ավերված է, հնարավոր չէ ապրել։ Մենք վերցնում ենք մեր իրերը եւ նորից հեռանում։ Տա Աստված այս ամենը ավարտվի ընդմիշտ, ոչ թե ժամանակավորապես, որպեսզի կարողանանք վերադառնալ մեր տներ։ Թող պատերազմը պաշտոնապես դադարի եւ այդ ժամանակ կվերադառնանք, բայց հիմա ոչ, չենք վերադառնա, մինչեւ պատերազմը չդադարի եւ իսրայելցիները չհեռանան Լիբանանի տարածքից։ Ոչինչ չգիտեմ Բեյրութում գտնվող իմ տան մասին, նույնիսկ այնտեղ դեռ չեմ եղել։ Եթե այն ավերված է, թող դա լինի հանուն դիմադրության։ Մեզ քարերը կամ փողը չեն հետաքրքրում։ Մենք արժանապատվություն եւ պատիվ ենք պահանջում։ Մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, ըստ որի Իսրայելն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար։ Լիբանանն էլ պետք է կանխի Հեզբոլլայի եւ մյուս զինված խմբավորումների հարձակումներն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է շարունակի միջնորդությունը մնացած բոլոր հարցերը լուծելու համար։ Ու մինչ Լիբանանում կրակի դադարի առաջին ժամերն են, Իրանում գործող երկշաբաթյա հրադադարի ավարտին հաշված օրեր են մնացել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ չէ, որ պետք է երկարաձգվի հրադադարը, որն ավարտվում է ապրիլի 21-ին։ ԱՄՆ նախագահը սակայն ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի շատ շուտով։ Մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, եւ պատերազմը պետք է ավարտվի շուտով։ Ամեն ինչ իդեալական է։ Մենք աշխարհի ամենահզոր բանակն ունենք։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին, ու եթե Իրանը համաձայնության չգա, ռազմական գործողությունները կվերսկսվեն, սպառնացել է նա առանց ժամկետներ նշելու։ Նույն սպառնալիքը 3 ԱՄՆ պաշտպանության նախարարներ հնչեցրել։ Այս ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը։ Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Սաուդյան Արաբիայից նավթով բեռնված հարավկորեական լցանավը Կարմիր ծովով դուրս է եկել Մերձավոր Արևելքից։